Տրանսպորտային ենթակառուցվածքների շուրջ գլոբալ պայքարի ֆոնին Հայաստանը շարունակում է առաջ մղել խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը, փորձելով միավորել մրցակցող շահերը։ Կառավարող ուժից համոզված են առաջարկվող մոդելը ոսկե միջինն է։ Աշխարհաքաղաքական իրավիճակի պայմաններում խաղաղության խաչմերուկ նախագիծը ապացուցում է, որ հենց ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում նախագծված եւ ներկայացված նախագիծ է, ինչու, որովհետև այն իդեալական հնարավորություն է ստեղծում բոլոր խաղացողների համար օգտվել մեր տարածաշրջանի լոգիստիկ հնարավորություններից առանց միմյանց շահերի կրիտիկական ոտնահարման։ Քաղաքական կամքն ու կոնցեպտը կան, բայց ճանապարհները դեռ պետք է կառուցվեն։ Մի խումբ փորձագետներ ու ոլորտի պատասխանատուներ քննարկեցին հարցի քաղաքական ու տնտեսական բաղադրիչները, հիշեցրին խաղաղության խաչմերուկ նախագիծը ծնվեց հետպատերազմական ծանր ժամանակաշրջանում։ Խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը իր փիլիսոփայական իմաստով լուրջ հիմնարար փոփոխություն է տրանսպորտային կապերի ընկալման համատեքստում, իսկ այդ ամենի հիմքում անշուշտ տնտեսությունն է։ Հայաստանը վերջին տարիներին դինամիկ աճ է արձանագրում եւ այդ աճի տեմպերը տարածաշրջանի համեմատությամբ բավականին բարձր են։ 2026-ին մենք ակնկալում ենք Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ։ Սա նշանակում է, որ աճում է առևտուրը, բիզնես ակտիվությունը, ներդրումների պահանջարկը։ Հետևաբար այն պահանջում է տրանսպորտային կապերի զարգացում եւ լոգիստիկ հնարավորությունների բարելավում։ Պետք է նշել նաեւ, որ ոչ միայն ՀՆԱ-ի աճի, այլև գնաճի մակարդակով Հայաստանը գտնվում է բավական լավ դիրքում, քանի որ գնաճը ցածր է։ Տնտեսական աճի տեմպերն էլ իրենց հերթին նոր պահանջներ են առաջադրում, դրանցից առաջնայինը տարածաշրջանի ու միջազգային գործընկերների հետ ակտիվ գործակցությունն է։ Օրբելի վերլուծական կենտրոնի հրավիրած քննարկմանը նկատեցին բանախոսները։ Տարածաշրջանի քաղաքական մշակույթը դեռևս այն մակարդակի չէ, որ բոլոր երկրները վստահ լինեն, կարող են իրենց շահերը դնել սեղանին, տեսակետ հայտնեց Հայաստանում Իրանի դեսպանը։ Խաղաղության խաչմերուկ գաղափարը ինքնին շատ հետաքրքիր է, եթե քաղաքականություն մշակողները կարողանան այն զարգացնել եւ իրական քայլեր ձեռնարկել կյանքի կոչելու համար, դա կարող է նոր խթան դառնալ Հարավային Կովկասի բոլոր երկրների համար։ Պետք է մտածել ոչ թե նախագծերի միջև մրցակցության, այլ դրանց փոխլրացման մասին։ Փոխլրացնող, այլ ոչ թե բացառող նախագծերի այս գաղափարը չափազանց կարևոր է։ Դեսպանը իրանական կողմի մտահոգությունները ներկայացրեց ու կարևորեց ստեղծված հնարավորությունը։ Ինչ վերաբերում է թրիփին, այստեղ կան որոշ մտահոգություններ, որ գաղափարը ամբողջությամբ եւ հստակ չի հաղորդակցվել բոլոր ներգրավված կողմերի հետ։ Ես չեմ խորանա տեխնիկական մանրամասների մեջ, բայց կարծում եմ, եթե տարածաշրջանի երկրները առաջնորդվեն նոր մտածողությամբ, ներառականությամբ, փոխլրացմամբ, ոչ թե մրցակցությամբ կամ շրջանցման տրամաբանությամբ, ապա Հարավային Կովկասը կարող է դառնալ միջազգային կարևոր տրանսպորտային հանգույց։ Ավելին, Պարսից ծոցի շուրջ վերջին զարգացումները եւս ուժեղացրել են այս տարածաշրջանի կարևորությունը եւ ստեղծել նոր հնարավորություններ։ Հարևան Վրաստանում եւս խաղաղության խաչմերուկի հնարավորությունները դրական են գնահատում։ Վրաստանի համար տրանսպորտային կապերի ապաշրջափակումը չափազանց կարևոր է։ Վրաստանն այս հարցին մոտենում է այն դիտարկելով որպես լրացուցիչ բեռնահոսքերի ներգրավման հնարավորություն, ուստի կարևոր է այդ միջոցառումների իրականացումը։ Սակայն չենք բացառում, որ ապաշրջափակման դեպքում Վրաստանի տրանսպորտային համակարգը կարող է կորցնել տարանցիկ որոշ բեռնահոսքեր։ Այդ բեռների ծավալը դեռևս հստակ չէ եւ պահանջում է լրացուցիչ ուսումնասիրություններ, բայց մեր գնահատմամբ դա կարող է կազմել տարեկան մոտ 2 միլիոն տոննա, ինչը վրացական երկաթուղու տարանցիկ բեռնահոսքերի մոտավորապես 15%-ն է։ Փորձագետները վստահ են, եթե մրցակցությունը փոխարինվի գործակցությամբ, Հարավային Կովկասը կարող է դառնալ ոչ թե փակուղի, այլ գլոբալ անցուղի։ Վոլոդիա Մուշեղյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։